Ավանդական է Արտեն Ջավախ ազգագրական երգիպարի անսամբլի համար մասնակցել տարբեր փառատոների տարբեր երկրներում եւ վերադառնալ նվերներով ու պատվոգրերով։ Այս անգամ խմբերը մասնակցեցին Բորժումին, որտեղ մասնակցում են 30-ից ավելի սաներ։ Մասնակիցները բարի եւ դահորահարների խմբերն էին։ Մոտավորապես 10-15 տարի է երևի, եթե ես չեմ սխալվում, որ մենք ծմրան ընթացքում մեկնում ենք Փարադոնի Բորժոմի Բաքուրյանի եւ ամառվա ընթացքում Կոբոլետ Բաթումի։ Այս տարի ավանդույթը չխանգարեցինք, ամսի 6-ին, փետրվարի 6-ին մեկնեցինք Բորժոմի հիանալի ելույթից հետո 3 գիշեր եւ 4 ցերեկ գտնվում էինք Բաքուրյանի հյուրանոցում։ Ասեմ, որ այս երկար տարիների ընթացքում այսպիսի լավ ելույթներ, լավ հանգստանալ ավելի ճիշտ կարելի ասել Բաքուրյանում չէր եղել, ասեմ ինչի։ Գիտեք ինչ, այնպես էր ստացվել, որ մեզ հետ կային մի քանի ծնողներ, որոնք շատ հիանալի դրսևորեցին իրենց փառք ու պատիվ։ Երկրորդը երկու վարորդներ իրենց ընտանիքով մնացին մեզ հետ եւ ցանկացած պահին մեզ տեղափոխում էին, որտեղ կամենանք, այդպես էլ եղավ։ Հյուրանոցի ղեկավարությունը շատ հոյակապ էր տրամադրված մեր հանդեպ եւ ջաշարանի աշխատակիցները անում էին ամեն ինչ, որ մեզ համար լավ լինի։ Ամեն երեկո ջաշից հետո ուրեմն մեզ երաժշտական ընդմիջում էր երաժշտական դիսկոտեկա, պատկերացրեք իր հասակը հաշվի չառնելով հյուրանոցի տնօրենը ապարում էր մեր երեխաների եւ վրաց երեխաների հետ։ Իհարկե ես էլ համաձ չէի մնում։ Լիաթոք ուրախացանք եւ ամենակարևորը գիտեք ինչն է, որ մեր վրացի երեխաները, Թբիլիսիից կալած երեխաները առաջի օրվանից ցանկություն հայտնեցին ապարել մեր ազգային պարը, հատկապես Յարխուշտան, եւ մեր պարուսուսները նրանց սովորեցրին ապարել Յարխուշտան եւ 2 օրվա ընթացքում նրանք հիանալի բարում են Յարխուշտան։ Դա ամենակարևորն է իմ կարծիքովս, երևի այդպես է պետք է լինի։ Ոստի շնորհակալություն կուզեմ հայտնել բոլոր մասնակիցներից, նրանց ծնողներից, հյուրանոցի տնօրինությանը, Բաքուրյանի ջաշարանի աշխատակիցներին, վարորդներից իհարկե եւ իհարկե ինչպես միշտ մեզ հետ էր, մեզ օգնում, օժանդակում է Ախալքալակի մունիցիպալիտետի ղեկավարությունը, փառք ու պատիվ իրենց։ Ձեզանից շնորհակալություն։